Ռազմական օտաչուները սկսելով իրենց թռիչքները Յակ-52-ի վրա, իրենց հետագա գործունեությունը շարունակում են L-39 ինքնաթիռի վրա, իսկ հետագայում Su-25-երի վրա։ Սակայն այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ օտաչուն փոխում է 3 ավիացիոն տեխնիկա, իսկ ամեն մի տեխնիկա պահանջում է իր յուրօրինակ մոտեցումները, իրենց յուրօրինակ գիտելիքների պաշարը, եւ օտաչուներ կան, որոնց այդքան էլ հաջող չի ստացվում յուրացնել այդ ավիացիոն տեխնիկան։ Ես վստահ եմ, որ իմ մոտ կստացվի, որովհետև ես զգացել եմ, որ աշխատասիրությունը, շատ աշխատելը, շատ չարչարվելը, քրտինք թափելը իրենց արդյունքը բերում է։ Սա լրիվ նոր զորամաս է, լրիվ նոր ինքնաթիռներ, լրիվ նոր ինքնաթիռների տեսակ, լրիվ նոր գիտելիքներ, լրիվ նոր կարճ ասած ամեն ինչ լրիվ նոր է այստեղ։ Այստեղ արդեն մեր ուսումնական էսկադրիլյան չի, այստեղ կառավարային ավիացիոն գունդ է։ Մոտ 4 տարուց նոր ես կսկսեմ խորապես ուսումնասիրել Su-25 մարտական ինքնաթիռը, արդեն կսկսեմ առաջին թռիչքները եւ հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, հուսանք, որ ամեն ինչ կստացվի եւ ես կարողանամ կատարել իմ ինքնուրույն թռիչքները Su-25-ի վրա եւ հետագա արդեն մարտական պլանը։ Իմ աղթանքն այն բոլոր տղաներին, ովքեր երազում են դառնալ ռազմական օտաչու, տղաներ, երբեք չերկմտեք, երբեք չվախենաք, որ ձեր մոտ ոչինչ չի ստացվի, ինչպես ասում են ավիացիայում, ռիսկը գործի կեսն է։ Երբեք մի երկմտեք, երբեք մի վախեցեք, միշտ դեպի լավը մտածեք եւ վստահեք ձեր ուժերին, ամենակարևորը։